Ընդամենը մի քանի օրում ինչպես ես աշխատեցի այսքան գումար։ Այդ հարցի պատասխանը կիմանաք այս վիդեոյի ընթացքում։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է Trading լրիվ անվճար։ Այսօր Կիրակի է եւ ես ուղղակի ուզում եմ առանց մտածելու կատարել տրեյդներ եւ զրուցել ձեր հետ։ Այսինքն տրեյդ ես կատարելու եմ շատ փոքր գումարով, ուղղակի որպեսզի դուք չծանծրանաք եւ հիմնականում այսօր ուզում եմ ձեզ հետ զրուցել ամեն ինչից, թե մեր դիտորդների կոմենտներից, թե իմ գումարներից եւ թե ընդհանուր տրեյդինգից։ Եկեք տնենք ընդամենը $25 եւ կատարենք առանց մտածելու տրեյդներ։ Բայց ուզում եմ կատարել գոնե թրենդի ուղղվածությամբ։ Մեր մոտ այստեղ թրենդ է դեպի ներքև։ Եկեք տնում եմ 7 րոպե եւ կատարում եմ վաճառք։ Ահա, իմ շատ սիրելի տրեյդերներ ջան, ես ուզում եմ ձեզ այսօր բացատրել, թե ինչպես հասնել լավ արդյունքի տրեյդինգում։ Այսինքն ինչ է ձեզ պետք, որպեսզի վերջապես դուք աշխատեք գումար։ Հիմա ասեմ, մինչ անցնելը այդ թեմային, իմ նախորդ վիդեոյի տակ գրեցին շատ հետաքրքիր կոմենտ, եւ ես ուզում եմ այդ կոմենտի վերաբերյալ զրուցել ձեր հետ։ Ինչ որ դիտորդ մտել եւ գրել էր. «Վերևում Աստված կա, մենք բոլորս պատասխան ենք տալու, ինչու եք խաբում մարդկանց»։ Հիմա, նախ առաջինը ես ի սրտե հավատում եմ, որ վերևում կա Աստված, եւ ես նույնպես հավատում եմ, որ մենք պատասխան ենք տալու մեր արարքների համար, բայց լինելով լուրջ մարդ, ով որ իր ամեն ասած խոսքի համար պետք է պատասխան տա եւ կարողանա հիմնավորի, ես կուզենայի, որ այդ տվյալ անձնավորությունը հիմնավորեր իր ասածը, բայց նա չի կարող հիմնավորել ոչ մի ձև, ասեմ իմանաք ինչի, քանի որ ես կարող եմ հիմնավորել, որ ես չեմ խաբում, իսկ նա չի կարող հիմնավորել, որ ես խաբում եմ։ Հիմա ասեմ ինչու։ Այս YouTube-յան ալիքում ես տրամադրում եմ անվճար տրեյդինգի ուսուցում։ Շեշտում եմ անվճար։ Ես տրամադրում եմ անվճար օգնական ծրագրեր, որը որ իդեպ միշտ ասում եմ, որ սա փողի կոճակ չէ, այլ ձեր օգնականն է, որը որ կօգնի ձեզ կատարել վերլուծություն։ Ես տրամադրում եմ ձեզ մոդերատորներ, անվճար մոդերատորների ծառայություն, ովքեր որ ձեզ օգնում են տեխնիկական խնդիրների դեպքում եւ օգնում են մուտք գործել փակ տելեգրամյան ալիք։ Այդ ամեն ինչը անվճար է, բայց անվճար է ձեր համար, իսկ իմ համար շատ ծախսատար։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, եթե ես ամեն ինչ անում եմ անվճար, ոնց կարող եմ ես ձեզ խաբել կամ ինչ որ մեկին խաբել։ Եթե ես չեմ վերցնում գումար սովորեցնելու համար, եթե ես չեմ վերցնում գումար, որպեսզի ուղարկեմ ինչ որ տրեյդինգի կուրսեր, եթե ես չեմ վերցնում գումար եւ չեմ վաճառում ձեզ ինչ որ ծրագիր, որը որ ասում եմ միշտ 100%-ով տալիս է լավ արդյունք, չկա այդպիսի ծրագիր, ասեմ իմանաք աշխարհում։ Եթե ես չեմ վերցնում գումար եւ չեմ ասում այդ գումարը ես կկրկնապատկեմ եւ կվերադարձնեմ ձեզ, հիմա ես ուզում եմ հասկանալ, ինչով ես կարող եմ խաբել իմ դիտորդներին, եթե ես ընդհանրապես գումար չեմ վերցնում ոչ մեկից եւ ինչ անում եմ անվճար եմ անում։ Ես չգիտեմ ուղղակի ինչ է մտածել այդ տվյալ անձնավորությունը, բայց ես ուզում եմ հասկանալ, թե ոնց կարող եմ ես խաբել մարդկանց, ուղղակի ոնց է դա հնարավոր, քանի որ ոնց մտածում ես անհնար է մի մարդը խաբի մի ուրիշ մարդու, որից որ ինքը ընդհանրապես գումար չի վերցնում կամ ընդհակառակը ինչ որ բան տալիս է եւ տալիս է անվճար եւ ինչ որ մի բան չէ, ինչ որ բաներ, այն ինչը որ ես տրամադրում եմ անվճար, ես չգիտեմ այդպիսի ինչ որ կազմակերպություն հայկական, որը որ տա նույնիսկ վճարովի, այսինքն չկա այդպիսի կազմակերպություն իմ իմանալով, ես չգիտեմ այդպիսի կազմակերպություն, որին որ դուք վճարեք եւ ստանաք այսպիսի մանրակրկիտ անվճար ուսուցում, հələ ուսուցումը կողքի տնենք, կարող է եւ լինի այսպիսի անվճար մանրակրկիտ ուսուցում, այսպիսի երկու ծրագիր, օգնական ծրագիր անվճար, տա մոդերատորների օգնություն,
Միշտ լինի այդ օգնությունը, ոչ թե այն ժամանակ, երբ որ դուք սովորեք նրանց մոտ, այլ միշտ լինի այդ մոդերատորների օգնությունը։ Կա այդպիսի կազմակերպություն, եթե գիտեք այդպիսի կազմակերպություն, որ նույնիսկ վճարովի դուք տակ 1 միլիոն դրամ եւ ձեզ տրամադրեն այսքան բան, խնդրում եմ գրեք կոմենտներում, ինձ ուղղակի շատ հետաքրքիր է, ես ուզում եմ մտնել եւ նայել այդ կազմակերպությունը։ Եթե կա այդպիսի կազմակերպություն, որ վճարովի, նույնիսկ մեծ գումարներով տալիս է այսքան բան, որը որ տալիս եմ ես, խնդրում եմ գրեք կոմենտներում։ Հիմա կապված այդ մարդու ասածի հետ, որ ասում է վերևը Աստված կա, ես համաձայն եմ, որ վերևը Աստված կա եւ ես որպես Աստվածաշունչը մի քանի անգամ կարդացած մարդ, եւ եթե այդ մարդը իրեն համարում է Աստծո խոսքով առաջնորդվող մարդ, ես կասեմ մի բան. կա այսպիսի խոսք՝ մի դատիր, որ չդատվես։ Ինչպիսի դատաստանով որ դու ես դատում, այդպիսի դատաստանով կդատեն քեզ։ Ինչու քո աչքի կերանը չես նկատում։ Եթե այդ տվյալ մարդը շարժվում է Աստծո խոսքով, ես միայն ուրախ եմ, ապա ինչու ես մտնում եւ կոմենտով ինձ դատում։ Եթե նույնիսկ ես լինեի սխալ, ինձ կարող է դատել միայն Աստված։ Ես սա ասում եմ այն մարդուն, ով որ մտել է կոմենտով եւ շեշտել է Աստծո անունը։ Ես կասեմ այդպիսի մարդկանց ուղղակի մի բան. թող ինձ վրա քար նետի առաջինը այն մարդը, ով որ մեղք չի գործել։ Եկեք սրանով եզրափակվենք եւ խոսենք ընդհանուր թրեյդինգի մասին։ Ես զբաղվում եմ թրեյդինգով արդեն 3 տարուց ավել է եւ եթե այսպես հաշվեմ, 2 տարի ես եղել եմ մինուս։ Ես հենց 3 բացեցի իմ բլոկնոտը եւ հաշվեցի։ Մենք փակվեցինք պլյուս եւ ես ուզում եմ ձեզ ցուցադրել իմ այս նոր ակաունտի բալանսի համալրման եւ կանխիկացման պատմությունը, բայց քանի դեռ չեմ կանխիկացրել, ես դա ձեզ կցուցադրեմ։ Հենց կանխիկացնեմ, դա իմ անձնականն է եւ ես չեմ ցուցադրելու, թե ինչքան գումար եմ ես հանում կամ ինչքան եմ տեղադրում։ Եթե հիշում եք, այս ակաունտով մենք սկսեցինք $3000-ից։ Իսկ հիմա այսքան գումար կա։ Եկեք ես հիմա ձեզ կցուցադրեմ ֆինանսներ եւ պատմություն։ Սա բոլոր պատմությունն է, թե կանխիկացման եւ թե դեպոզիտների։ Նայեք, կանխիկացում դեռ չկա, բայց կա այսպիսի դեպոզիտներ։ $1000 ես հենց այդ օրը կատարեցի համալրում եւ 8 րոպե հետո ես կատարեցի նաեւ $2000 համալրում։ Ես սկզբից որոշել էի, որ կրկին $1000-ից սկսեմ, հետո հասկացա, որ անիմաստ դա իմ ժամանակը կերկարացնի եւ ես որոշեցի $3000-ով սկսեմ։ Նայեք, ամսաթիվը հիմա արդեն ամսի 25-ն է։ Հիմա եկեք կրկին կատարենք գործարք եւ զրուցենք մի քիչ իրար հետ։ Ահա, եկեք այստեղ կատարենք վաճառք կրկին թրենդի ուղղությամբ։ Ես նույնիսկ առանց մտածելու եւ վերլուծություն կատարելու կարող եմ պլյուս փակվել։ Դա ինչի արդյունքն է։ Դա իմ պրակտիկայի արդյունքն է։ Ես ուղակի նայում եմ գրաֆիկին եւ իմ աչքերը միանգամից տալիս են ինձ սիգնալ։ Ընդամենը 2 վայրկյան է պետք, որ ես հասկանամ կատարել գնում թե վաճառք։ Եթե դուք ուզում եք տիրապետել թրեյդինգին, ապա դուք պետք է շատ դիտեք այսպիսի վիդեոներ։ Դուք պետք է լինեք մեր փակ Telegram-յան ալիքում եւ զբաղվեք թրեյդինգով մեր օգնական ծրագրերի միջոցով։ Ինչու եմ ասում պետք է, եթե ձեր մոտ չի ստացվում առանց ծրագրի օգնության զբաղվել թրեյդինգով, ձեր մոտ դա նորմալ չի ստացվում, ապա ձեզ պետք է ծրագիրը, դա լոգիկա է ուղղակի։ Մեր ծրագիրը կօգնի ձեզ, որպեսզի ավելի հեշտանա ձեր թրեյդինգը, բայց ես միշտ սիրում եմ կրկնել։ Մեր ծրագրերը փողի կոճակ չեն։ Մենք ունենք համ OTC-ի համար նախատեսված ծրագիր, համ TradingView կայքի օրիգինալ արժույթների հետ կապված ծրագիր։ Բայց ասեմ իմանաք, այդ ծրագրերը չեն կարող լիարժեք փոխարինել ձեր վերլուծությունը, այսինքն ձեր գիտելիքները եւ ձեր վերլուծությունը միանշանակ ձեզ պետք է։ Ինչպես հայտնվել մեր փակ Telegram-յան ալիք։ Եթե դուք ուզում եք լինել փակ Telegram-յան ալիքում եւ ստանալ մեր ծրագրերը, ապա դուք պետք է գրանցվեք Pocket Option կայք մեր հղումով, որը որ Ապիսանիայի բաժնում է եւ
բաց Telegram-յան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ եւ պետք է ձեր բալանսին ունենաք գոնե մինիմում $20, այսինքն այդ չնչին 8000 դրամը, որը որ դուք կարող եք աշխատել մի 2 օր նույնիսկ բանվորությամբ։ Այդ երկու պայմանները կատարելուց հետո դուք գրում եք մեր մոդերատորների Telegram account-ը Ապիսանյայի բաժնում է եւ նույնպես մեր բաց Telegram-յան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ գրում եք մեր մոդերատորներին ձեր այս Pocket Option կայքի ID-ն, սեղմելով այս աջ կողմի ավատարքի վրա դուք կտեսնեք ձեր ID-ն եւ տեքստով ուղարկում եք մեր մոդերատորներին։ Մեր մոդերատորները ստուգում են եւ տալիս են ձեզ մուտք մեր փակ Telegram-յան ալիք եւ տրամադրում են ձեզ այդ երկու ծրագրերը օգնական։ Իդեպ ասեմ իմանաք, որ ես անընդհատ նոր ծրագրեր եմ ստեղծում իմ փակ Telegram-յան ալիքում եւ եթե հասկանամ, որ արդեն մարդկանց քանակը ազդում է իմ ծրագրերի արագության վրա, ես արդեն կփակեմ իմ փակ Telegram-յան ալիքը եւ էլ ոչ մեկ չի կարողանա մուտք գործել։ Ովքեր որ արդեն հասցրել են կամ հասցնելու են, միայն կլինի նրանց համար։ Քանի որ եթե ես պետք է շատ մարդ հավաքեմ, բայց դրանից տուժի իմ ծրագրերի արագությունը, ես դա չեմ անի։ Այդ իսկ պատճառով այն մարդիկ, ովքեր որ ուզում են լինել փակ Telegram-յան ալիքում, կատարեք պայմանները եւ հայտնվեք, քանի որ եթե ես զգամ, որ արդեն քանակը շատ է եւ ծրագրերը դանդաղելու են, ես կփակեմ այդ ալիքը եւ դա կլինի միայն այն մարդկանց համար, ովքեր որ արդեն հասցրել են մուտք գործել մեր փակ Telegram-յան ալիք։ Բայց հələ որ չեմ փակի, չմտնեք եւ մոդերատորներին գրեք դուք փակում եք փակ Telegram-յան ալիքը, ոչ։ Հələ որ լիմիտին կա, հələ որ մեր ծրագրերը լավ են աշխատում, արագ են աշխատում։ Բայց այնուամենայնիվ ես ցես դա տեղեկացնում եմ, զգուշացնում եմ, որ հետո չասեք ինչի չասեցիր։ Սա կապված մեր փակ Telegram-յան ալիքի հետ։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ նույնիսկ առանց մտածելու իմ թրեյդները փակվում են պլյուս։ Չասեք, որ իմ բախտն է բերում։ Եթե մտածում եք, որ իմ բախտը բերում է, նայեք իմ նախորդ մի քանի վիդեոները եւ արդեն շատ գործարքներ կան իմ YouTube-յան ալիքի վիդեոներում։ Ուղղակի կարող եք մտնել եւ դիտել այդ գործարքները։ Սա մեր արդյունքների բաց Telegram-յան ալիքն է, որտեղ որ նաև դու կարող ես ուղարկել քո պլյուսավոր արդյունքները։ Հիմա ցես կցուցադրեմ, նայեք։ Մեր դիտորդները կիսվում են իրենց կատարած արդյունքներով, այսինքն պլյուսավոր գործարքներով, որտեղ նրանք աշխատել են գումար, նայեք։ Հուսով եմ, որ դու հանել ես այս գումարի գոնե կեսը։ Մենք աշխատեցինք գումար։ Նայեք, սա մեր արդյունքների ալիքն է, կան շատ սկրիններ, չնայած որ մի քանի օր է ինչ բացել ենք այս արդյունքների ալիքը, կա արդյունքների համար նախատեսված բոտ, որը որ կրկին մեր բաց Telegram-յան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ է, ամեն մարդ կարող է մտնել այդ բոտին, ուղարկել իր սկրինը եւ թողնել մեկնաբանություն։ Միանգամից ասեմ, սկրինը որտեղ որ դուք գնացել եք մինուս եւ զրոյացրել եք ձեր բալանսը չեմ տեղադրելու։ Քանի որ ես խոսում եմ միշտ կարգապահությունից, դիսցիպլինայից եւ ինչ կարծում եք, որ ես ձեր այդ անկարգապահ թրեյդները պետք է տեղադրեմ, չկա այդպիսի բան։ Կարող եք կատարել կարգապահ եւ լավ թրեյդներ, կտեղադրեմ արդյունքների ալիքում։ Բայց եթե դուք պետք է իմ ասածին հակառակվեք, ես ասում եմ կատարեք կարգապահ թրեյդինգ, դուք կատարում եք անկարգապահ թրեյդինգ, զրոյացնում եք եւ ուղարկում եք այդ սկրինը, որ ես տեղադրեմ, չկա այդպիսի բան։ Դա ոչ հերոսություն եք դուք անում, ոչ էլ ինչ-որ զարմանալի բան, 99%-ը կորցնում է իր բալանսը։ Ոչ մեկ դրանով չի զարմանա։ Կատարեք կարգապահ եւ լավ թրեյդինգ, աշխատեք գումար, կիսվեք մարդկանց հետ, թող տեսնեն, ուրախանան եւ ինչու՞ չէ, մի քիչ նախանձվեն։ Իհարկե չնախանձվեք։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր որ ապահովում են ակտիվություն մեր ալիքներում։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև մեր այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։